Ռուսաստանը, եթե նկատել եք, համառորեն չուզում հեռանալ մեզնից, են գրկել է բաց չի թողում, ու իհարկե այնտեղ քարոզչական նյութը, որ մենք ենք վերել, մենք ուզել ենք, դրանք դատարկ բաներ են, որտեղ կայսրությունը ինչքան են ուզեք, եթե չուզի չի գա, պատրվագներ ստեղծում է, բայց ինչ անում, հիմա տեսնում է, որ նվազ առողջությամբ հիվանդ է սա, հիվանդ է, նաև քաղաքական ղեկավարությունն է կայսերականությամբ և ռուսականությամբ հիվանդ, դրա համար անգան անդունդը, հիմա ուժերի նվազման գործընթացի մեջ անգամ չեն ուզում հաջորդին բաց թողեն, Ադրբեջանին ևս չեն ուզում, Ադրբեջանը իրեն ցարսն է, որտեղ իրենք են ծնել, ուզում են պահեն, ուզում են չէ, բայց մեր պարագայում այդ մեզ են համոզել, իբր թե մտերիմ ժողովուրդ ենք, մենք այդ կարգի մտերիմ ժողովուրդ ենք ցանկացածի հետ, ասեմ ձեզ, մենք արաբական աշխարհի ժողովուրդների հետ շատ ավելի մտերիմ ենք, եւ ցեղասպանության տարիներին արաբ ժողովուրդը նախատեսված արեց, քան թե իրենց հետ, մշակույթ այդ բոլորը մոռացվել են թվում է, բայց ես հիշեցնում եմ, հիմա, բայց ընդհանուր որ կանք այդ բանաձևեր սարքել եմ, մտնեմ, բաց չթողեմ, խցկվեմ, առանցից ոչինչ չլինի, բայց Տեջերուն Բայրամովը պատասխանել էր, որ դու կարիք չկա, մենք իրար հասկացել ենք և խաղաղություն հաստատված է, հավասարակշռություն հաստատելու մասին է խոսքը, այսինքն դու ով ես, քացով տվել է, հերթական անգամ, բայց իրենք մեկը խցկվելու են, այստեղ իրենց բաների, բրոքսիների բանի վրա, ինչպես ասում են, հենվելով այստեղ անցած բան է, իրենք պետք է մտածեն Ռուսաստանն ինչպես չտրոհվի, որտեղ այստեղ հարց կա, չէ, այդ արևմուտքն ինչու շատ չի սեղմում, որտեղ վախենում է այդ հսկա տարածքի տրոհումից, բայց այդ ընթացքում այդ տրոհումից ինչ կլինի, քաոսային վիճակ, միակ բանը, որ ունեն սովետական խլամ, այսօրվա իմաստով արդեն, իհարկե խոսքը Ֆրանսիայի մասին է, խոսքը Ամերիկայի մասին է, Իսրայելի մասին է, խլամ միջուկային զենքի թափոնի և զենքի քանակի մասին է, հիմա ինչ կան ունեն, ես իրենց շատ չեմ հավատում, կարող է ոչ մարտագաղթիկ էլ չունեն նորմալ, բայց իրենք քարոզչության մեջ ստելը, երեսպաշտությունը, քծնելը, կամագլիզելը կներեք ինչպես որ հիմա Ալիևին են անում, և ուրիշին պարտադրել է իրենց հետ վերաբերվել, եթե ուժեղ են, ես արմյաշիկին հետ են պարտադրում, հասկանում եք ոնց է, հիմա այս բոլոր պարագաներով պիտի մտածեն իրենք չտրոհվելու մասին, արևմուտքն էլ վախենում է, ես չեմ վախենում, որ ես մտածում եմ, որ դրանք չունեն դրանք, երկրորդ մասը կա, ասեմ ձեզ ինչու, 90-ական թվականներին Գորբաչովյան այդ ռեֆորմներից հետո Ռուսաստանը երթական անգամ աղետի ուրեմն շեմին կանգնեց և Արցախյան հարցը իրենց կողմից այդ ժամանակ տաքացվեց, որպեսզի այդ բաները թողեն մետաստազներ, որ հետո հետ քաշեցին, ինչ որ արեցին, այն խոսքը չի, որ Արցախայությունը գոհեր մենք խնդիր չունենք, խոսքը իրենց մասին է, այդ ժամանակ ուրեմն դոլար էլ չունեին, դոլարի հոսք կազմակերպվեց, բայց անեմուտ կօգնություն որպես, իրենց որ ասեք ռուսական բնավորությունը որն է, կուտի կխմի ձեր հաշվին, մի հատ էլ կգնա կագ բողոքի թե որտեղից ինքը, գումարները որտեղից, նույնն էլ արևմուտքը, որպեսզի աղետ չլինի և այլն արեցին, և ինչքան ես գիտեմ և վստահ եմ որ ճիշտ գիտեմ, ամերիկյան կաղնի ծառայությունները, CIA-ը և այլն, այդ ԿՀՎ-ն էլի, հավանաբար միջուկային մարտագլխիկների պաշտպանության գործին անցան, ռուսական, սովետական, որտեղ անտեր մնաց։ Հիմա ես մտածում եմ, որ ինչի ամերիկացիները այդ մարտագլխիկները չեն համարակալել, չեն տեղորոշել, այսինքն իմաստ էլ չկա, երկրորդ մաս կա, անշուշտ, ֆիզիկոսներն ասում են, որ լավ ֆիզիկոսների մասին է խոսքը, մարտագլխիկները 30-40 տարի կյանքից հետո սկսում են իրենց որակը գործել ճշգրտությունը։ Այս պարագայում է, որ ասենք նույնիսկ Բժեզինսկի նման խոշոր մտածողը էլի մտածում է Ռուսաստանը վերահսկողության տակ թողել չտրոհելու իմաստով։ Բայց տեսեք կյանքը մի բան է, գիտեք դուք մի բան եք ցանկանում, բայց իրականությունը բոլորովին ուրիշ բան է։ Ես համոզված եմ Ռուսաստանը, եթե մեծ օգնություն չլինի արևմուտքից միանշանակ տրոհվելու է,
Բայց կա երկրորդ մասը, անշուշտ որ բան արևմուտքը շատ հանգիստ է։ Չինաստանը մինչև Ուրալ եւ Անդին վերցրել արդեն Ռուսաստանի վերահսկողությունը։ Մենք մտածում ենք, թե մեր արմիաշկեկը ոնց է Զախարովայի տակ տեղավորվում։ Ռուսաստանը այսօր վաղուց Չինաստանի տակում տեղավորվել է եւ վերածվել է բանի Բրոքսի Չինաստանի իմաստով։ Գաղութ կասեք, իշ կասեք, այնպես որ չինացիները ես կարծում եմ չեմ մոռացել 69 թվականի Դամասկի դեպքերը, երբ Սովետ ուզում էր միջուկային շանտաժով Չինաստանի հարցը լուծել, մոռացել են դրանք։ Այդ ժպիտը քաղաքականության մեջ ժպիտը ինչ իմաստ ունի։ Այդ մենակ հայությունն էր վարչապետից պահանջում ճիշտ խոսի։ Դե հիմա էլ փաստորեն վարչապետից պահանջում ենք այս պահի դրությամբ, եթե Ադրբեջանը Լավրովին, ինչպես դուք եք ասում, ապտակում է, մենք այդ ոչ ապտակելու հնարավորություն ունենք։ Պետք է զգուշավորությունը պահպանենք, չէ՞։ Մենք զգուշավորության հարց չկա, որովհետև թաքնվեց, չթաքնվեց, երևում է դրոնները ամենից տեսնում են, էլի։ Դրա համար պետք է օգնել, որպեսզի Ռուսաստանը չքվի։ Եվ այդ դեպքում պարզ է, որ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են։ Չխցկվի նորից պատերազմ չսարքի։ Ես հայությանն ասեմ, գիտեմ, որ այս արդեն մի տասնյակ հազարավոր հայի ինֆարկտի հասցրել ես ասելով։ Ուրեմն պիտի իմանան հետևյալը, որ դա մեր կամքից չի կախված։ Նա ինչքան խցկվեց Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ կոնֆլիկտի սարքին մեր հաշվին, մեր արյան հաշվին ինք արզնուց է։ Ով ապուշ է կատարյալ կարող է արցախյան իրադարձությունները հիշել եւ այո եւ մոռանալ, որ այդ գալադամորը կազմակերպել է Ռուսաստանը, ինձ էլ մեղադրել, որ ես իշխանությանը պաշտպանում եմ, բա ում պետք է պաշտպանեմ այ ապուշներ։ Ես որպես հայ պարտավոր եմ Հայաստանի Հանրապետության իշխանությանը պաշտպանել, ինչպես ցանկացած հայ, պարտավորից է մորից։ Եթե չի պաշտպանում, ուրիշ բան է քննադատություն իրար հետ ներքին համաձայնություն չունենալ, տեսը ինչ-որ մենք ունենք, ես ունեմ։ Ունագից դուր չի գալիս, ես մաֆիայի արծը ծկծկում են, հեչ դուր չի գալիս։ Բայց դա մեր ներքին հարցն է։ Այսպես ասեմ, այսօր կարծում եմ, որ երկրորդ մասն էլ անշուշտ անվստահությունը պիտի դուրս բերել մեր միջից, արդեն 8 տարի, որ ասում են 8 տարի, Հայաստանի իշխանության գլխամասը շատ լավ մանևրում է, շատ լավ է մանևրում եւ շատ լավ մեր ազգային շահերը հասկանում է եւ ուրեմն համադրման այդ գործընթացը տանում է։ Ես մի բան ասեմ, սովորեք հեկելի դիալեկտիկական փիլիսոփայությունը սովորեք։ Այդ տգիտությունից դուրս եկեք, տգիտությունից, որը ձեր արյան է վերածում։ Արյան, հայրենիքի կորստի եւ ուրիշի խնգարկման։ Եվ ուրիշի նացիզմը, ինչպիսին Ռուսաստանը պաշտպանել պետք չի։ Պարոն Շիրինյան, տգիտությունից ուզում եք դուրս գանք, բայց ամեն դեպքում հանրությունը հետևում է նաև իրադարձություններին, թե որտեղ տեղի ունենում, թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, թե Ռուսաստանում։ Տեսեք, օրինակ Ադրբեջանը հայտարարել է ուժի միասնություն 2026 համատեղ զորավարժությունների անցկացման մասին, դրա նախապատրաստական համաժողովը արդեն կայացել է Բաքվում, ընդ որում զորավարժությունների մասնակցում են 6 երկիր՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իրան, Ղզղստան, Ուզբեկստան։ Այստեղ Հայաստանի համար արդյոք տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը չի փոխվում։ Չի փոխում, որտեղ մենք շատ թույլ ենք, փոխված է։ Մեր այդ չգեներալների, ես գողավազակ իշխանությունների, կողոպտիչների, դղյակատերերի, ուսադիրներով ես բարագայում։ Պատճառով, ոսկյա, հա, ես ասել եմ, շշմել է Երևանում ինչ-որ ոսկերի չկա, մոտը տանում ոսկե, անասում են էլ որտեղ ուսադիր, աստղերը, նախ աստղը մերը չի, աստղը մերը չի, 5 աստղը սովետական էքսպանսիոնիզմն է, ռուսական, համաշխարհային, ինտերնացիոնալը, բայց ուղեղներն այդ կա չի աշխատում։ Ես դա շշմել եմ, մինչև ինձ հասկանալ չի, թե ոսկե աստղ, հայրենիքը ծախեցին ոսկե աստղի համար, ինչ։ Հիմա դնենք շատեր, որ խոսում ենք արդեն մենք են մեզ դեսպան ենք լինում, փոխվում է, թե չէ, շատ է փոխված։ Ուրիշ բան է, որ Սև լճի օրերի շրջանից, եթե համացանցը նայեք, ես ՔԺԿ-ի անունից մեծ հայտարարություն եմ արել իմ եւ Հնդկաստանի դեսպան պարոն Դվալի հանդիպման մասին։ Հնդկաստանի դեսպան այդ օրերից շրջանից սկսվել է Հայաստանի
երկրորդ էտապ ասենք մերձեցումը Հնդկաստանի հետ Հայաստանի Հանրապետության, հետո նաև զենքի մատակարարումներ։ Դետակուկներում ես եմ ասել Հնդկաստանի դասել հայտարարություններ կա, այսինքն գլուխկովել բան չկա այստեղ։ Այս ժամանակից հետո հիշում եք Ֆրանսիա, հետո հիշում եք Ամերիկա եւ այլն։ Հիմա ինտենսիվ կերպով իշքան ես գիտեմ բնականաբար ուրեմն տեղի ունենում այդ տարբերության մերձեցում։ Մենք անհամեմատ այս Ղարաբաղյան կլանը եւ Ադրբեջանի զինվորը իրար հետ կապ չունեն, այս Սերժի 40 թվականի թնդանոթները հիշեք, մենակ իրենց սրանց զուգարանը կոնքերն են ոսկե եւ ժամանակակից եւ իրենց ոչ ուղեղները, մնացածը բան չի, հասկանում եք ոնց է, հիմա տարբերությունը վերազինում է գնում, ինչ կանով, ինչ կանենք հասել, դժվարանում եմ ասել, երևի այստեղ էլ չպետք է քննարկվի, բայց համացանցում կան նյութեր, եթե դրանք ճիշտ են, ես ենթադրում եմ հիմնականում ճիշտ են, Հայաստանը ինչպիսի դիվերսիֆիկացիոն անվտանգային զինական ուրեմն իրականություն է առաջացնում։ Ինչքան է տարբերությունը մոտեցել, դժվարանում եմ ասել, այ եթե մոտիկ լիներ ադրբեջանցիք վաղուց ջերմուկը կամավոր թողել գնացել են, եթե չեն գնում, ուրեմն բարձր է մեր տարբերությունները, որը պիտի հաղթահարել։ Հիմա այս զենքի մասին է խոսքը, զորավարժությունները, դրանք զորավարժությունը բան է։ Դե ամեն երկիր իրավունք ունի զորավարժություն անելու, մենք էլ ունենք, չնայած Ադրբեջանը փորձում է մեզ բոլոր իմաստերով վերահսկել, որտեղ թույլ ենք, ներքին պառակտում կա եւ ներքին ոսոխը ռուսական է, մերը չի, չէ, որ հայերեն խոսում, տեսակ ինչ են անում, բայց հիմա այդ ոսոխն էլ իհարկե կարող են վիրավորվել, բայց եթե օտարին են ծառայում, ոսոխ են, բայց չեն, բայց հիմա հարցը ինչ է, պիտի կարողանան միջազգային հարաբերությունները մենք էլ տեղավորվենք, իրենք ուժեղ են մեկ, երկրորդ իրավունք չի արգելում անել, ուժի ցուցադրություն է նաև այդ զորավարժությունները, ուժի ցուցադրություն է եւ տեսնում ենք հիմնականում թուրքալեզու մուսուլման այո, այդ կոնսոլիդացիայի հարցը կա եւ այլն, մենք էլ ունենք դաշնակիցներ, Ամերիկա, տեսեք մեր հարազատ եղբայր ռուսներ, արմիաշկեկի ռուսները ամերիկացիները այստեղ սահմանափակ ինչ-որ զորավարժություններին կերնակ ոռնոստերին բան զռռում էին, չէ, հիմա թող զռռան, իրենց քթի տակ է, բարձ է ես, ձեն կհանեն, սարսափեն, լիզեն, ինչպես որ են մեկը գնաց հետույքը դեմ արեց, երկնքին չոքեց Ալիևի արձանի դիմաց, հիմա ձեն հանեն, կտան աշկեր կհանեն, եւ տեսնում եք ընդ ռուսական բան չկա, բան, ընդդիմություն կոչված եւ այլն, ագենտուրա է, վերցին ագենտուրային էլ հարց փակեցին, ամբողջ ինչը չգիտեմ, բայց երկրորդ մասը կա։ Ադրբեջանը ինքն ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրների մենք զինական իմաստով ինձ թվում է մենք չենք այլևս, մենք խնդիր էինք։ Հիմա խնդիր ինչ կանով ենք, չգիտեմ, գլխավոր շտաբը կարող ասել, բայց այն չի։ Հիմա երկրորդ մասը կա։ Ադրբեջանը ինքն ունի շատ բարդ հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև տարածքը տրամադրել է Իսրայելին եւ այդ խնդիրը մնում է, խնդիրներ ունի Ռուսաստանի հետ Դաղստանի հարցը կա, այնտեղ լեզգիներ, կիսված ժողովուրդներ, ռուսներն են թուրքերի հետ կիսել, էլի, այդ ամեն ռուսական է։ Այս խնդիրները կա նաև Կասպից ծովի, ես ինչքան հիշում եմ, դեռևս հարցը չի կարգավորած ամբողջականորեն եւ այլն, այսինքն Ադրբեջանի զինվածության խնդիրը բազմաթիվ վեկտորներ ունի։ Մերը թուրքական, ռուսական ցավն է հիմնականում, որից 200 տարի չեն դուրս գալիս, մեր ուղեղի համար նաև, մեր ուղեղը կարծրացած է։ Իսկ իրենք այդ խնդիրներ ունեն, այնպես որ բայց ուժ ունեն, անում են։ Դուք տեսակ Ալիևը ինչ խախտեց համաշխարհային քաղաքականության մեջ, ասեց կներեք թքած ինքնորոշման իրավունքի վրա էլ ինքնորոշվողի վրա էլ ջարդելու է։ Գերական ուժն է եւ ոչ թե մարդու։ Ոնց որ ինքնորոշման իրավունք չկա, բայց մինչդեռ իրավունքի մեջ երկուսը կա, ինքնորոշումը կա եւ կա նաեւ տարածքային ամբողջականություն եւ իրականության մեջ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չուներ, որտեղ ինքը ուրիշ ձևավորման, բայց տեսնում եք, որ ոչ մեկը մեզ չպաշտպանեց եւ մենք մնացինք աշխարհում
միակը եւ մնացինք ինչու համար, որովհետեւ որբեսի դա չլիներ, 10 տարիներ իրավունքը պետք է նաեւ ուրիշին հասցնել։ Այս ողորմելի բաները, քծողները այնքան քծեցին մեզ, մինչև մեզ քծեցին, ոչ թե ռուսներին, արել է, ինչ էին արել, հիշեք ձեր քննարկումները։ Ես իշքան եմ ասել ինքնորոշման իրավունքը մեզ տեղ չի հարցնի, քուրարակսը պետք է ստեղծվի, պիտի եւ լախը խփվի, որտեղ ճար չկա։ Բայց լսող եղել է, լսում էին, իրենց խանգարում էր, որտեղ իրենք այդ օրը օջախում խաշուտ էին, ինչ են ասում, հիմա էլ նոր բաներ էլ է, գարամ մսով պանիր պետք ուտեն, տրակվեն էլ է։